Հայաստանի սահմանադրության սպասվող փոփոխությունը որպես խաղաղության նախապայման բաքվեցիների համար դեռ շատ քիչ է։ Հիմա էլ մի քանի բառ են պեղել մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-27 թվականների ռազմավարությունից, որտեղ մասնավորապես այսպիսի ձևակերպումներ կան։ 2020 եւ 23 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմներ, Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականություն, հայկական մշակութային ժառանգության ոչնչացում, պղծում եւ ինքնության աղավաղման քայլեր ու այլ թվարկումներ այս ոճով։ Ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն վերցրել է այս տողերը ու իրենց աղբատար կայքով մեզ հետևյալ հուշումներն է տալիս, որ դա հակասության մեջ է Վաշինգտոնյան հռչակագրի հետ։ Բապրահայում դուք ճանաչել եք Արցախը Ադրբեջանի կազմում, այս ոնց հասկանանք Ադրբեջանի պատերազմ Ղարաբաղի դեմ, մշակութային ցեղասպանություն, դա կարող է վնասել խաղաղությանը եւ այլն։ Այսինքն ադրբեջանցիները ուզում են ինստիտուցիոնալացնել Արցախի մշակութային ժառանգության մեկուսացումը հայկական արմատից։ Մարդիկ, որոնց համաշխարհային պատմագիտությունը ճանաչում է որպես Հարավային Կովկասի եկվոր, մեր բառով քոչվոր, ի տարբերություն հայերի ու վրացիների։ Այսինքն կամաց-կամաց շուռուպները փոխում են բոլտու գայկով։ Այդ գայկեքից մեկն էլ բենզինն է, որը չկասկածեք մի քանի օր սպառվելու ցածր գնի շնորհիվ։ Իմ մեքենայի վրա դեռ կան վնասվածքները Ստեփանակերտին սմերչով ու կասետայինով խփելիս։ Ես չեմ օգտվի Թուրքի ցածր գնից, բայց սոցիալական այս միջավայրում մարդիկ կսրբեն կտանեն այդ բենզինը։ Մշակութային ռազմավարությունից հեռացվելու են այդ մեջբերածած հատվածները, լավագույն դեպքում անշարժ վերաձևակերպվելու։ Սա թուրքերի էքսպանսիայի քաղաքակիրթ ձև է։ Ես այլ բնորոշում կտայի, եթե նրանք ձգտեին արդար համակեցության, բայց բոլորդ լսել եք սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը ինչ լցրեց մեր գլխին։ Դա էլ էր Վաշինգտոնյան խաղաղությունից հետո։ Ցավոք վստահ եմ, որ այս նյութը դիտողների 95%-ը մինչև այս հատվածը չի հասնելու, հենց որ իմաստ չունի ինչ-որ ելքեր առաջարկել։ Մնացած 5% ջան, դուք էլ ինձնից ված չգիտեք վիտամին C-ի տեղը։ Ազգի ընթացքը միշտ դուք եք որոշել։ Այդ թվում 90-ականներին առաջին պատերազմում, երբ 95-ը կենաց էր ասում։